Երկու եղբայր մոտենում են Քրիստոսին եւ ասում են. Տեր, եղբորս ասա, թող հայրական ժառանգությունը ինձ հետ կիսի։ Քրիստոս պատասխանում է եւ ասում. Ով ինձ բաժանարար նշանակեց ձեր մեջ։ Մարդու կյանքը ունեցվածքի մեջ չէ։ Հիմա տեսեք Քրիստոսի մոտեցումը։ Աշխարհիկ լրիվ հարցեր։ Ժառանգություն կիսելու վերաբերյալ հարցեր։ Երկուսն էլ ագահ են, երկու աղբեր իրար մեջ ժառանգությունը չէին կիսել։ Այն մի շատ էր ուզում են, մի քիչ էր ուզում, ասեց, որ դուք աղբերը չեք համաչում։ Բա դուք սեր չկա ձեր մեջ, որ կարողանաք այնպես ժառանգությունը կիսել, որ չվիճեք իրար։ Բա ձեր եղբայրական սերը ուր է կորել։ Հիմա մեր կյանքում այսպիսի իրադրություններ շատ են լինում, հա։ Երբ որ մենք կամ անձնական մեր կյանքում, կամ մեր մտերիմ բարեկամ հարազատների կյանքում կանգնում ենք այդ նյութական կամ խիստ կենցաղային ցածր արժեքների բանավեճի կծիկի մեջ եւ կարծես մեզ էլ են ներքաշել դրա մեջ։ Կարծում եմ, թե մենք տեղ անելիք չունենք։ Մենք մտնենք տեղ ուրիշ։ Այսինքն այդտեղ անտարբերությունը կամ չխառնվելը մեզ օգտակար կլինի, իրանց էլ օգտակար կլինի, որ ամոթ այդ հարցի շուրջ մի այդքան վիճեք։ Երբեմն քույր, եղբայր ժառանգության համար թշնամի են դառնում։ Տունը ժառանգություն չեն կարողանում կիսել, դարավոր թշնամի են դառնում։ Եվ այդպես ինչ չարիք է լինում։ Փողի համար կարող է իրենց սրբություններն էլ ուրանալ։ Հասկանում ես, բայց երբ որ հարցեր կան, որ տեսնում ես հոգևոր հարց է, մարդու հոգու փրկության վերաբերվող հարց է, կամ մարդը մոլորված է, չի կարողանում, չի կողմնորոշվում, հոգու փրկության հարց է, այստեղ անտարբերությունը իրապես մահացու մեղք է։ Մի հետաքրքիր օրինակ բերեմ ձեզ, Հովհաննես ավետարանչին գիտեք, Քրիստոսի սիրելի աշակերտը։ Այսպիսի ավանդություն կա Հովհաննես ավետարանչի ծերության տարիների մասին։ Ծեր է լինում արդեն Հովհաննես ավետարանիչը, մի երիտասարդին տանում է, հանձնում է վանքի, որ ինքն էր նրան կրթել, դաստիարակել։ Եվ ինքն էլ գնում է քարոզչական շրջագայության։ Անցնում է որոշակի ժամանակ, վերադառնում է այդ վանքը, ասում է, որ այդ երիտասարդը ո՞նց է, ինչ է եղել։ Վանահայրն ասում է, դե ծնողները անընդհատ եկան այդ երիտասարդին քաղցր լավ կերակուրներ տվեցին, այդ էլ աշխարհը հիշեց, չդիմացավ, գնաց աշխարհ, գնաց մեղքերի մեջ ընկավ, վանքից դուրս եկավ։ Ոնց թե ասում է, վանահայր, քեզ եմ հանձնել, ուր է։ Դե ինչ անեմ, ասում է, գնա։ Գնում է Հովհաննես ավետարանիչը այդ երիտասարդի հետևից։ Որ տեսնում է Հովհաննես ավետարանիչին, այդ երիտասարդը փախնում է, ամաչում է, որ տեսնի։ Որթեակ ասում է, սպասի, ասում է, չէ, սպասի, ծեր մարդ ալնում արդեն, ծեր մարդ, ասում է, ծեր մարդ, ինչ ես ինձ տանջում, ես կարող եմ քո հետևից վազել, ասում է, չէ, ասում է, մեղքերին թողություն չկա, ասում է, որթեակ ասում է, սպասիր, քո մեղքերի կեսը ես իմ վրա կվերցնեմ, Աստծուց թողություն կխնդրեմ քեզանից, որ սենց ասում է, պատկերացրեք, ինչ հայրական սեր, կանգնում է անմիջապես, ծնկի է գալի, արտասուքներով ներողություն է խնդրում ու վերականգնվում, այդ անմավանք։ Այսինքն, եթե այսպես անկեղծ մենք ուժ ունենք, սեր ունենք մեր մեջ, այո, կարող ենք շատերի փրկել, բայց կենցաղային աշխարհիկ հարցերի մեջ չխառնվես։ Ամեն։